Գյուղատնտեսական վարկեկվեցել տնտեսությունը զարգացնելու նպատակով սենց հաստատվել հիմա մոտակա այս 26 թվի մոտակա ժամանակներում մայր գումար կա, մեծ գումար կա, մուծելու ես չեմ մանում, եթե պետությունը չօժանդակի, մենք չեմ մանում ինչ առաջ է կանգնելու։ Նոյեմբերի 25-ից սկսվել է, դեմից մի 4-5 հատ են սատկել է, չենք մտածել էլի, որ կարող ասենք, երևի չենք կարողացնենք տիրություն անենք, դրա համար է տենց եղել։ Հետո արդեն պարզվեց, որ ոչխարները սկսեցին կաղել, ասում են տարածված դաբաղ հիվանդություն կա, երևի դրանից է։ Դե ոչխարը ֆորմալինի լուծույթով մեկ էլ կրալին խառնել ենք, տենց մասնագետներից հարցրել ենք, ոտերը անցել է, ասենց վաննա սարկած։ Գառներին էլ պենեստրեպ, նեոստրեպ, ինչ ասել են, տենց մի գրամից սրսկել ենք, որը փրկվել է, որը չի փրկվել, մոտ մի 250 հատ գառ ա եղել, հիմա մնացել է մի 100 հատ, ոնց տեն մեքենա մեջներ էլի հիվանդ կան, 150 հատը սատկել է։ Թեկուզ նոր եմ ստանձնել վարչական ղեկավարի պարտականությունները, բայց քաջատեղյակ եմ խնդրին, քննարկել եք մասնագետի հետ, դիմել համապատասխան մարմիններին, անում եք ամեն ինչ յոքուտ գյուղացու։ Նմուշ են բերել լաբորատորիա, ուղարկել եք Երևան, սպասում եք պատասխանին, որ պատասխաները գա տեսնեք դա ինչ հիվանդություն է, թե միկրոբային հիվանդություն է, թե հողային ինֆեկցիոն հիվանդությունները մեզ չեք կարող իմանալ, բայց կարծեմ տոքսիկ լուծել է, դեզինտերիա, գառների մոտ է, ուրիշներից վարակիչ հիվանդություն չկա։ Ոչխար եք վայել, դե գառերը կոտորվել են, վանը գյուղապետարան դիմել եք, անասնաբուժարան գնացել եք, դե բանանարել, միջը օրս էլ է, հլա կոտորում են գառը, ոչ մեկն էլ չկա, որ մի բան ասի, մեկ էլ բուժ եք ոչխարը։ Որապես մի 150 հատ գառ ա սատկել, արդեն սատկել է, այլ է այդքան։ Մնացածներ, մի քանիսը լավ են, մնացածներ կոտորվում են էլի։ Հələ հեսա մի 10-15 օր այս հիվանդությունը կա, ոչ մեկը կարևոր ոչ մի բան չի ասում, որ բուժի։